Բարև ձեզ, սարվա թեման է, իմ այսօրվա հյուրը հանուն հանրապետության կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արնոլդ Բլեյանն է, բարև ձեզ, Բարև ձեզ։ Պարոն Բլեյան, սկսենք այսօրվա թերևս կարևոր այցից, Հայաստանը Երևան է ժամանել Ուրսուլա ֆոն դեր Լայենը, հանդիպում է իշխանության ներկայացուցիչների հետ, վարչապետի հետ, ինչ ուղերձ է ըստ ձեզ բերելու կամ բերել արդեն։ Նախ շատ կարևոր հանդիպում տեղ ունեցավ նաև Բաքվում, որտեղ նա հայտարարեց, որ մոտ $200 միլիոն դրամաշնորհային միջոցներ են նախատեսվում տարածաշրջանային առումով, որոնք հնարավորություն ունեն նաև մինչև 1 միլիարդ նորից ֆինանսներ ներգրավել։ Սա խոսում է նրա մասին, որ Եվրոպական միությունը եւ Միացյալ Նահանգները այն եզակի դեպքերից է, որ ունեն ամբողջությամբ նույն պատկերացումները տարածաշրջանի մասին, որ այստեղ պետք է լինի խաղաղություն, այստեղ պետք է լինեն տնտեսական փոխկապակցվածություն երկրների միջև, որոնք կամրապնդեն հայ-ադրբեջանական հարաբերությունների հաստատումը դեպ այդ ժամանակ նաև Իլհամ Ալիևը խոսեց, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծված է, խաղաղությունը կա եւ իրենք մտածում են, թե ինչպես այդ խաղաղությունը դարձնել երկարակեց։ Եվ հիմա երկօրյա այցով արդեն Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստանում է, Երևանում է, եւ դա այն ժամանակ է նաև կատարվում, երբ Հայաստանը փաստացի ռուսական պատժամիջոցների տակ է ընկել։ Ես դա ուրախությամբ եմ ասում, որովհետև շնորհիվ այդ պատժամիջոցների հայ գործարարներն ու տնտեսվարողները նոր շուկաներ են փնտրում եւ գտնում ավելի վճարունակ, գնողունակ շուկաներ են գտնում եւ ֆոն դեր Լայենը նաև դրա մասին են խոսելու, որպեսզի ավելի մեծ աջակցություն ցուցաբերեն գումարային առումով եւ նաև փորձի փոխանցման առումով մեր գործարարներին, պետությանը նաև, որպեսզի այդ փոխակերպումը ստանդարտների, բարձրացումը ստանդարտների հնարավորինս շուտ կատարվի, հնարավորինս արագ եւ մատչելի։ Պարոն Բլեյան, այս պատժամիջոց կամ սահմանափակումների ֆոնին Եվրամիությունը արագ արձագանքեց, որոշակի արտոնություններ սահմանեց Հայաստանին, տնտեսվարողներին ապրանքներ արտահանելու համար, սա ակնթարթային, այսպես ասենք, արձագանք էր, թե շարունակություն կունենա այդուամենայնիվ նման արտոնություններ կտրամադրվեն Հայաստանին։ Դե համատեղ աշխատանք պետք է լինի, մեր գործարարներն ու տնտեսվարողները կարծում արդեն վերջապես հասկացան, որ ռուսական շուկան հուսալի չէ եւ հնարավոր չէ երկարաժամկետ առումով ծրագրավորել քո բիզնես նպատակները Ռուսաստանի հետ, հա, էլի այդ շուկան չի կորել կամ մի օր նորից կվերադառնա եւ այլն, երբ կլինի դրա համար համապատասխան ժամանակաշրջան, բայց այս պայդրությամբ իրենք հասկացել են, որ իրենք պետք է կենտրոնանան Եվրոպական միության, արաբական աշխարհի եւ մնացած բոլոր այլ հնարավոր ուղղություններով բացի ռուսականից։ Ընդ որում Ռուսաստանը ոչ միայն համարփակում է մցրել դեպի իր տարածք, այլ նաև իր տարածքը որպես տարանցիկություն օգտագործելն է համանափակել, փակել է Հայաստանի առջև։ Եվ ես շարունակում եմ հայտարարել, մոտ 3 շաբաթ առաջ հայտարարեցի, որ Հայաստանը փաստացի սառեցրել է իր անդամակցությունը, ավելի շուտ Ռուսաստանը սառեցրել է մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ում։ Ու լավ մասնակիորեն կամ մեծամասամբ սառեցվել է։ Որովհետև եթե չի գործում ապրանքների անմաքս ազատ տեղաշարժը, էլ ինչ մաքսիմություն։ Ինչ կշահի դրանից Ռուսաստանը, եթե շարունակի այս քաղաքականությունը։ Նա կարծում էր, որ կշահի այնքանով, որ հայերս պետք է ընկճվենք, վախենանք, գնանք բոլորով ընտրենք իրենց մատնանշած ուժերին, որպեսզի հանկարծ մենք ԵԱՏՄ-ից դուրս գանք։ Հիշում եք, թե իրենք ինչպես են մեզ վախեցնում, որ ԵԱՏՄ-ից կհանենք, նույնիսկ երբ մենք խոսում ենք հապկից դուրս գալու մասին, Լավրովը հայտարարում էր, բայց ինչպես կարող եք հապկից դուրս գալ, բայց մնալ ԵԱՏՄ-ում։ Եվ իրապես իրենք հասել են հաջողության այն առումով, որ մեր քաղաքացիների ճշտող մեծամասնությունը մտածում է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը դա մի սարսափելի մի հատ իրականություն է, որը կարող է, որի հետ կարող ենք մենք բախվել եւ պետք է ամեն ինչ անել, որպեսզի դա թույլ չտալ, որտեվ հնարավոր չէ ԵԱՏՄ-ից դուրս գալ, մեր տնտեսական այդ հաջողությունները ամբողջությամբ պայմանավորված են ԵԱՏՄ-ում մեր անդամակցությամբ, ինչպես շատ ժամանակ եւ հաճախ եւ անընդհատ կրկնում են ռուս տարատեսակ քաղաքագործիչները։ Եվ մյուս կողմից հիշում ենք նաև նույն Եվրամիության արդեն մեր
նկարտումների պարագայում ասում են որ անհնար է միաժամանակ լինել եւ ԵԱՏՄ-ում եւ ԵՄ-ում եւ եթե դուք ուզում եք ԵՄ-ի հետ մերձենաք մենք ԵԱՏՄ-ից դες դուրս կանանք եւ մեր մոտ այնպեսի տպավորություն ստեղծվել որ եթե ԵԱՏՄ-ից դուրս ես գալի Արմագեդոնը տեղ ունենում ինչ որ չգիտեմ ինչ որ մեր տնտեսությունն է փլուզվում տնտեսվարողները հայտնվում են կոտրած տաշտակի արչև, հա, մեր գյուղմթերքը ոչ միտեղ չի գնում, բայց մենք տեսնում ենք, որ դա այդպես չէ։ Մեր գյուղմթերքը գնում է եվրոպական շուկաներ, Սինգապուր է գնում, ԱՄԷ է գնում, հա, Արաբական Միացյալ Էմիրություններ են գնում, Ուկրաինա է գնում, ծաղիկները Վրաստան են գնում, նույնիսկ Բելարուս են գնում, Ղազախստան են գնում, Կանադա են գնում, Միացյալ Թագավորություն են գնում, ամենտեղ գնում են եւ գնալու են եւ այդ տեմպերը ավելանալու են եւ որտեղից մենք գիտեինք այդ ժամանակ որ այդպես է լինելու է որովհետեւ մենք տեսանք թե ինչ տեղ ունեցավ Վրաստանի հետ Մոլդովայի հետ եւ նվորում այդ բոլոր հաշվարկները նախապես եվրոպացիների հետ համաձայնեցված էր որ այս պարագայում եվրոպացիները կգան կօգնության եւ եկան օգնության հիմա մեր տնտեսվարողները պետք է շատ արագ արձագանքեն դրան հետո ռուսները նորից բացելու են այս շուկան եւ արդեն մեր արտադրանքը ավելի բարձր գնով որովհետև արդեն բարձր որակով վաճառվել է ռուսական շուկաներում։ Պամելյան, բացի սահմանափակումներից նախընտրական շրջանում մենք տեսանք նաև, այսպես ասենք, հիբրիդային հարձակումներ, հիբրիդային պատերազմ կոչված երևույթ Հայաստանի դեմ, Եվրամիությունը նաև արձագանքեց այդ առումով, որ արագ արձագանքման խմբեր ուղարկելով Հայաստան հիբրիդային պատերազմի դեմ դիմակայելու համար, այդ պատերազմը կարող ենք համարել ավարտված, թե դեռ ինչ-որ հանդարտ փուլ է եւ, այսպես ասենք, լրություն է փոթորկից առաջ։ Դա շարունակվելու է, որովհետև սպասում ենք հուլիսի 4-ի Սահմանադրական դատարանի որոշմանը, դրանից հետո կլինեն ինչ որ խնդիրներ, հետո լինելու են արդեն թիմ ընտրություններ աշնանը, դա անընդհատ մեզ պետք է այդպիսի արձագանքման խումբ, որովհետև մեզ անընդհատ պետք է նոր բաներ սովորել, որովհետև ռուսները նույնպես սովորում են իրենց սխալների վրա եւ փորձում են ավելի կատարելագործված մեթոդներով նոր հարձակումների գնալ Հայաստանի ուղղությամբ մենք տեսնում ենք որ օրինակ այնինչ իրենք անում են Մոլդովայում նույն սխալները փորձում են չկրկնել Հայաստանում եւ փորձում են արդեն ավելի կատարելագործված մեթոդներով հարձակման ենթարկել Հայաստանը եւ մենք պետք է նույնպես անընդհատ մեր փորձի փոխանցման եւ փոխանակման առումով եվրոպացիների հետ շփվենք, որովհետև քանի դեռ կա Պուտինյան Ռուսաստան, քանի դեռ կա այդ հանցագործ քրեա օլիգարխիկ իշխանությունը Ռուսաստանի Դաշնությունում, իրենք մենք անընդհատ այդ հարձակմանը ենթարկվելու ենք։ Հետևաբար մեզ անընդհատ պետք է այստեղ արագ արձագանքման ինստիտուտ։ Մյուս կողմից մենք նաև տնային աշխատանք ունենք անելու եւ ի վերջո պետք է հասկանանք, որ մենք չենք կարող մեր երկրում ունենալ կուսակցությունները, որոնք հայկական չեն կարող պարզապես քաղաքական գործիչներ լինել, որոնք բացահայտորեն կխոսեն Ռուսաստանի հետ ինչ-ինչ միութենական պետությունների մասին, ուրեմն հնարավորությունների մասին չեն կարող պարզապես լինել։ Դա ազգային անվտանգության հարց է։ Պամելյան, Սահմանադրական դատարանում քննվում է ընդամենը 2 օրից երևի որոշումը կայացվի, ինչ եք ակնկալում, ինչ որոշի ձեզ, ինչ հնարավոր տարբերակներ կան այս առումով։ Տեսեք, մենք ինչ ենք ուզում։ Մենք ուզում ենք, որպեսզի Սահմանադրական դատարանը այնպիսի որոշում կայացնի, որպեսզի վաղը չմեսօրը մենք ասենք, որ հունիսի 7-ին տեղ ունեցան ընտրություններ կամ դրանից հետո եղան զարգացումներ, որոնց արդյունքում մենք կարող ենք ասել, որ խորհրդարանում ձևավորվել են թե մեծամասնական, թե փոքրամասնական ուժեր, որոնք ազատ եւ արդար կերպով են կամ արտահայտվել։ Հիմա օրինակ մեծամասնական առումով մենք կարող ենք դա այդ համոզումն ունենալ, բայց փոքրամասնության առումով, ընդդիմադիր հատվածի առումով մենք չունենք այդ համոզումը, որովհետեւ հարյուրավոր գործեր կան, հա, ընտրակաշարքի հարավոր հետապնդումներ, ձերբակալություններ, դա պետք է ունենա սահմանադրաիրավական հետևանք։ Մենք Սահմանադրական դատարանից չենք պահանջում, որպեսզի քրեական գնահատական տա, նա չունի այդ գործառույթը, բայց որպես սահմանադրական դատարան, որպես բարձր դատարան, ինչպես իրեն դիմում են, դա պետք է սահմանադրական եւ իրավական գնահատական տա։ Եվ կենտրոնական հանրական հանձնաժողովը նույնպես իր ժամանակին պետք է նաեւ հետամուտ լիներ, որպեսզի այդ հակակոռուպցիոն դատարանի ներողություն հակակոռուպցիոն կոմիտեի ամենօրյա գրեթե ռեժիմով հայտարարությունները ինչ-ինչ հետևանքներ ունենային։ ԿՀ-ի դեպքում մենք դա չունեցանք, հիմա մենք ուզում ենք, որպեսզի Սահմանադրական դատարանը իր գնահատականը տա։ Տալուց հետո ինչ հետևանքներ լինել։ Դե ինչ գնահատական կտա։ Համենայնդեպս ինչ էլ գնահատական տա, մենք հարգելու ենք այդ գնահատականը եւ հաշտվելու ենք այդ գնահատականի հետ այնքանով որքանով։
Բայց մենք պետք է հասկանանք, օրինակ, այս ընդդիմության հետ մենք ճանապարհ ունենք անցնելու։ Մենք պատկերացնում ենք այս ընդդիմությունը ինչ գլխացավանք կբերի 28 թվականի քաղաքային ընտրությունների ժամանակ, ինչ տեղ կգնա 31 թվականի ընտրություններին։ Մենք պատրաստ ենք օրինակ հանձնենք քաղաքը, հանձնենք պետությունը ռուսների նորից։ Մենք ուզում ենք այդպիսի ճակատագիր ունենալ։ Մենք ուզում ենք այս 5 տարվա ընթացքում նորից փոթորիկներ լսենք ազգային ժողովում, տուրը նփոց տեսնենք, փոխադարձ մեղադրանքներ լսենք։ Թե մենք ուզում ենք որպեսզի այդ քաղաքական ուժերը չլինեն, եւ այն լինեն այնպիսի ուժեր, որոնք ունեն Հայաստանի Հանրապետությունը հարատևելու միտում, զարգացումը հարատևելու միտում։ Հայկական կուսակցություններ։ Ինչ կապ ունեն այս մարդիկ Հայաստանի Հանրապետության հետ։ Ոչ, այն հանգամանքը, որ իրենք կրում են յան ազգանուն կամ ունեն անձնագիր, դա չի նշանակում, որ իրենք կապ ունեն Հայաստանի Հանրապետության հետ, քաղաքականության հետ, շահերի հետ։ Պարոն Բլյան, հաջորդ այս օրին քննարկվող հարցը կամ դեռ պատասխան չունեցող հարցը, թե ընդդիմությունը արդյոք կվերցնի մանդատները թե ոչ, ես հարցի պատասխանը նույնիսկ իրենք դեռ չգիտեն, քանի որ չեն որոշում կամ իրենց փոխարեն դեռ չեն որոշել, ինչ կլինի։ Որտեվ իրենք սուվերեն չեն իրենց որոշումներով։ Այլ սա է մեր նաև խնդիրը, որպեսզի Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ընդդիմադիր իշխանությունը սուվերեն լինի, ինքնիշխան լինի։ Ոչ թե մեթոդիկաներ ստանա Կրեմլից եւ ըստ այդմ որոշումներ կայացնի, այլ ինքը որոշումներ կայացնող լինի, որ նա հաշվետու լինի իր քաղաքացիների նկատմամբ։ Իսկ ինքը հաշվետու չէ։ Մարդիկ եկան, քվեարկեցին, փողը վերցին, գնացին։ Կապ չունեն Հայաստանի Հանրապետության հետ։ Մի մասն էլ այստեղ փողը վերցին, գնացին, ընտրեցին։ Սա է երկար ժամանակ, տարիներ շարունակ եղել իրենց գործառույթը եւ իրենք օգտվեցին այդ գործառույթից։ Հիմա Սամարկand դատարանը պետք է գնահատական տա դրան։ Մենք չենք կարող նստել տարիներով սպասել, թե հակակոռուպցիոն դատարանը երբ կունենա ավարտական գործեր, որպեսզի նոր ըստ այդմ Սամարկand դատարանը որոշում կայացնի կամ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում կայացնի հաջորդ ընտրությունների հետ։ Չէ, այդպես չի աշխատում։ Մոլդովայում մնացած երկրներում այդպես չէր աշխատում։ Սամարկand դատարանը բարձր դատարան է։ Նա կարող է սահմանադրական, իրավական գնահատական տալ, որովհետև մեզ պետք է ազատ եւ արդար կամ արտահայտություն բոլոր քվեների կողմից, ոչ միայն իշխանական, ոչ միայն մեծամասնական, եւ քաղաքացիները նույնպես պետք է դա տեսնեն։ Նոր սերունդ է մեծանում։ Նոր սերունդը տեսնում է օրինակ 21 թվականից տեսավ այդ գզվռտոցը, գնաց ընտրեց Ռոբերտ Քոչարյան, ընկավ իրենց այդ բանի տակ, TikTok-յան պրոպագանդայի զոհ դարձան։ Հիմա մենք պետք է ցույց տանք, որ այս մարդիկ կապ չունեն Հայաստանի Հանրապետության հետ, իրենք հանցագործ են, իրենք առնվազն պետք է քաղաքականությունից հեռու մնան, հեռու խաղան։ Մենք չենք ասում կախեք իրենց։ Հա, քաղաքականապես պետք է կախեք իրենց, քաղաքականապես պետք է հրապարակում գնդակահարվեն, բայց մենք քաղաքականապես կամ առնվազն քաղաքականապես պետք է զրկվեն քաղաքականությունից։ Այդ մնացածը արդեն իրավական դաշտում է։ Դատարանները թող տարիներով քննեն, չգիտեմ ինչքան կտևի։ Բայց իրենք կապ չունեն Հայաստանի Հանրապետությունում, իրենք իշխանությունը ուզուրպացրել են, իրենք բռնի կերպով զավթել են, իրենք չեն կարող մասնակցել նորից դեմոկրատական process-ների, որ գան եւ տապալեն դեմոկրատիան։ Իրենք եվրոպական դատարանը մարտի 1-ի գործով հայտարարեց, ընդ որում անցած տարի սեպտեմբերին։ Նա հայտարարեց, ասեց, որ այս իշխանության օրոք այստեղ ազատությունը եւ ապրելու իրավունքը գնդակահարվել է։ Եվ դա իրավական հիմք է տալիս, որտեղ երբ կարդում ես, մեր իրավաբաններն նույնպես ուսումնասիրել են, ընդ որում նաեւ քննարկումներ են եղել ազգային ժողովում եւ տպավորություն կա, որ այո, դա որպես հիմք կհանդիսանա, որպեսզի 2008 թվականին կոալիցիոն այդ կառավարության մաս կազմածները դուրս կշպրտվեն քաղաքականությունից։ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Հանրապետական կուսակցություն, Դաշնակցություն, Գագիկ Ծառուկյանն իր Բարգավաճ Հայաստանով զբաղվեք ձեր բիզնեսով, եթե օրինական է, զբաղվեք։ Պարոն Բլյան, տեսեք, Սամվել Կարապետյանը հայտարարում է, մինչև էլ էր հայտարարում, որ ինքը արդեն վարչապետ է մինչև ընտրությունները, հիմա էլ չի հրաժարվում, հույսը չի կտրել, որ կարող է վարչապետ լինել, եւ հայտարարում է, որ ունի գաղտնի պլան։ Ինչի մասին է խոսում Սամվել Կարապետյանը, թեպետ բարդ է իրեն հասկանալ, բայց այդուամենայնիվ։ Դե թերևս իր ելույթները պետք է ուղարկել ChatGPT, Gemini, Grok, մնացած AB հարթակներ, որպեսզի իրենք կարողանան
ուրեմն թարգմանել իր խոսույթը մեր արդեն հասկանալի լեզվով, որպեսզի հասկանանք թե Սամվել Կարապետյանը ինչ նկատի ունի։ Բայց միգուցե իրավապահ համակարգը պետք է հասկանա թե գաղտնի պլանն ինչի մասին է։ Այսինքն իշխանությանը կարող է գալ գաղտնի պլանով, իշխանությանը կարող է գալ միայն ընտրությունների միջոցով։ Այլ մեթոդներ չկան։ Այդ ինչ իրենց ձևերով պլաններ կան, որոնք գաղտնի են։ Ես կարծում եմ այստեղ է հենց որ իրավապահ համակարգը պետք է հայտնագործի, հայտնաբերի եւ գնա հարցադրումներ անի Կարապետյանին, թե այդ ինչ գաղտնի պլանի մասին է խոսքը գնում։ Բայց ես ցավում եմ ասում, որ Forbes-ի ցուցակում տեղ գտած այդպիսի միլիարդատերը, հայ ազգի ռուսաստանցի միլիարդատերը այդպիսի մտահորիզոն ունի, այդպիսի ունակություններ ունի, այդպիսի ինտելեկտ ունի, եւ ես չեմ ուզում, որ մեր երիտասարդները տեսնելով իրեն սխալ թյուր կարծիք կազմեն, թե պետք է լինել այսպիսի մակարդակի, որպեսզի հարստանալ։ Ոչ։ Իրականում այդ ժամանակ կարելի էր այդ ինտելեկտով, այդ մակարդակով դառնալ միլիոնատեր եւ միլիարդատեր։ Հարգելի երիտասարդներ, ովքեր մեզ դիտում են։ Բայց դա արդեն ավարտական վիճակում է, դա չկա այլևս, դա չի գործում։ Սամվել Կարապետյանը վատ օրինակ է։ Չընդօրինակեք իրեն։ Պամելյան, այլ հարցերի անցնենք, Իսրայելի կառավարությունը ճանաչեց հայերի ցեղասպանությունը, բայց կառավարության մասին է խոսքը, ոչ թե Քնեսետի։ Հայաստանում այս արձագանքը թե իշխանության, թե հասարակության կողմից կարելի ասել շատ հանգիստ էր, զուսպ էր, ոգևորվածություն չկար, ինչով էր դա պայմանավորված։ Գիտեք, ես ընդհանրապես օրինակ Թուրքիայից ակնկալում եմ, որ ոչ թե իրենք ավելի շուտ կճանաչեն օրինակ հայոց ցեղասպանությունը, այլ օրինակ ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության այսօրվա քաղաքացու ապրողների համար եւ վաղվա ապրողների համար շատ ավելի կարեւոր է, որ իրենք օրինակ օր առաջ սահմանը բացեն եւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվեն, դեսպանատներ բացվեն։ Ես օրինակ այսպիսի ակնկալիք եւ պահանջում եմ Թուրքիայից։ Ինձ համար դա շատ ավելի կարեւոր է եւ կարծում եմ մեր նահատակները նույնպես ուզում են, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ապրեն, ապրելու համար, ապրեն վայելելու համար։ Եվ սա է իմ պահանջը Թուրքիայից։ Նույն օրինակ Իսրայելից։ Ես իհարկե ըմբռնումով եմ մոտենում, շնորհակալ եմ Իսրայելի կառավարությանը, որ անգնացել են քայլի, բայց ես Իսրայելից այլ պահանջներ ունեմ։ Ես ուզում եմ Իսրայելից, որպեսզի մենք ունենանք շատ ավելի բարձր հարաբերություններ, որովհետև օրինակ դեսպանատուն չունենք Հայաստանում, որպեսզի Իսրայելը, որպես փոքր երկիր, բայց տարածաշրջանային հեգեմոն երկիր, լինի կառավարելի հարաբերությունների մեջ, որպեսզի վաղը չէ մյուս օրը Ադրբեջանը չօգտագործի իր բարձր հարաբերությունները Իսրայելի հետ ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Հիմա օրինակ որն է խնդիրը այդտեղ, որ ասում են Իրանը կնեղսրտի եւ այլն։ Հիմա օրինակ Պակիստանի հետ որ մենք հարաբերություններ հաստատեցինք, ինչ շփումներ ենք ունենում, Հնդկաստանը ինչ նեղսրտեց, ես կարծում եմ քաղաքականության մեջ նեղսրտել կատեգորիա գոյություն չունի։ Ես ըմբռնումով եմ մոտենում։ Ես շատ նորմալ եմ ընդունում, որ եւ շատ կարեւոր է, որ մենք Պակիստանի հետ հարաբերություններ ձևավորեցինք։ Հիմա շատ կարեւոր է, որ Իսրայելի հետ մենք նորմալ բարեդրացիական հարաբերություններ ձևավորենք։ Ես այսպեսի պահանջ ունեմ Իսրայելի կառավարությունից, որպեսզի իրենք այդ ուղղությամբ գնան։ Ես հասկանում եմ Իսրայելը ինչ է գնում այդ քայլի։ Իհարկե իրենք խնդիր ունեն Գազայի պարագայում եւ հիմա փորձում են նաեւ այդ քայլով ցուցադրել իրենց բարոյական ինչ նկարտումները, հա։ Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ Հայաստանի քաղաքական կշիռն է բարձրանում եւ իրենք ուզում են արդեն Հայաստանի հետ հարաբերություններ այդ մեթոդով ձևավորել, որպեսզի նաև հակակշիռ լինի Ադրբեջանին, եւ դա նորմալ է։ Ես կարծում եմ այստեղ գործ ունենք անելու։ Եվ դա չպետք է հակադրենք օրինակ հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը կամ կարգավորմանը։ Պամելյան, ռուս-ուկրաինական պատերազմը արդեն 5-րդ տարին է թեվակողել, բայց եթե նայենք թե վերջին ամիսներին կամ վերջին շաբաթներին ինչ է կատարվում այդ ուղղությամբ, թերևս Ռուսաստանը այս 5 տարիների ընթացքում ագրեսիայից հետո Ուկրաինայի հանդեպ ամենածանր ժամանակաշրջանն է ապրում, հրթիռակոծվում են Ռուսաստանի ոչ միայն մայրաքաղաքը, երկրորդ քաղաքը, խոշոր քաղաքները, այլև խորը արևելքի քաղաքները, ինչ է փոխվում այս ուղղությամբ ռուս-ուկրաինական ճակատում եւ ինչ ազդեցություն կարող է ունենալ այդ փոփոխությունը մեր տարածաշրջանի կամ գուցե նաեւ մեր վրա։ Տոլի еще будет, որ ասում են։ Ես
շատ կարևոր է, որ այդ հարվածները լինում են Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում, որովհետեւ այնտեղ էլիտան պետք է հասկանա, որ այն պատերազմը, որ իրենց ցարը նախաձեռնել է եւ որին իրենք համաձայնություն էին տվել, դա պատերազմը իրենց դեմ, դա պատերազմը նաեւ իրենց քաղաքացիների նկատմամբ եւ իրենք իրենց ձեռքերով պետք է այդ իրենց ցարին էլ կաշին քերթեն եւ շպրտեն դուրս, որովհետեւ այլ տարբերակ չկա։ Այլ տարբերակ չկա, որովհետև այո, այս հարձակումները խորանալու են։ Փաստացի երկու ռեգիոն է մնացել, որտեղ դեռ դրոնային ազդակներ չեն ստացել, դրոնային տագնապների մասին SMS-ներ չեն ստացել։ 2 օր առաջ Հյուսիսային Օսիայում էին արդեն ստացել դրոնային տագնապ։ Իմ ընկերը Ստավրոպոլից ասում է, որ ամեն օր իրենք SMS են ստանում դրոնային տագնապների մասին։ Ղրիմի թերակղզին վերածվել է կղզու։ Այնտեղ բենզին չկա, դիզել ռելիք չկա, հոսանկազրկումներ են, ձմեռը չգիտենք թե ոնց են անցկացնելու, չկա Ռուսաստան։ Եվ ռուս ժողովրդի փրկությունը կլինի Ռուսաստանի դաշնության մասնատումը, եւ այնտեղի օկուպացված ժողովուրդները պետք է ազատություն ստանան, անկախություն ստանան։ Դա ռուսների փրկությունը կլինի, որպեսզի այդ իրանց այդ հիվանդակին, այդ իմպերիալիստական այդ մտածելակերպը պետք է քանդվի։ Այդ իրենք չեն հասկանում, որ աշխարհը փոխվել է, կայսրությունները այլևս չկան։ Երկիր մոլորակում կայսրություններ չկան այլևս։ Բրիտանական կայսրություն չկա, ֆրանսիական կայսրություն չկա, չկան կայսրություն, ամերիկյան չկա։ Իրենք են, որ մի հատ ուզում են կայսրություն ունենան։ Իրենք են, որ այնց երկրում ինչ որ դաշտություն են ստեղծել եւ տարբեր ժողովուրդներին, ազգերին օկուպացրել են եւ փորձում են ռուսացնել։ Ընդ որում ամենամեծ հարվածը հենց իրենք են ստանում ուկրաինական պատերազմում, որտեղ առաջին հերթին իրենց են ուղարկում այդ թվում հայերին։ Եվ իրենք պետք է գնահատական տան, իրենք պետք է հասկանան, որ ոչ, 21-րդ դարում դրա մասին չէ կյանքը։ 21-րդ դարում կյանքը վայելելու մասին է։ Հա, եվրոպական երկրներում աշխատաժամանակն են կրճատում, թոշակային շեմն են բարձրացնում եւ այլն իջեցնում, որպես մարդիկ ավելի շատ վայելեն։ Կյանքը վայելելու մասին է, ոչ թե հարավանների վրա հարձակվելու, սպանելու, պատերազմելու։ Կյանքը տնտեսական համագործակցության մասին է։ Եվ Հայաստանը դրանով ցույց է տալի որպես օրինակ։ Հայաստանն ու Ադրբեջանը հիմա օրինակ են հանդեսանում, որ կարելի է թշնամությունը դնել մի կողմ եւ հարաբերություններ հաստատել։ Եւ մեր համար կարեւոր է, որպեսզի այդ հարաբերությունը լինի հնարավորինս փոխկապակցված։ Եվ Ռուսաստանն է, որ խանգարում է այդ ամենին, որտեղ Ռուսաստանի այս իշխանության համար իրենց համար չկա այդպիսի բան։ Իրենց ուղեղում չի պատկերացնում, թե ինչպես կարող է Հայաստանը լինել սուվերեն։ Հայերն իրավունք չունեն պետություն ունենալու։ Ուկրաինացի ազգ գոյություն չունի։ Իրենք ինչպես են ասում։ Բոլոր երկրները իրենք են ստեղծել։ Շուտ մի ժամանակ ասում են, որ ի շնորհիվ իրենց ստեղծվեցին Վրաստանն ու Հայաստանը։ Իրենք ուր էին, երբ կային վրացիներն ու հայերը։ Շնորհակալություն։ Սիրով Սա օրվա թեման էր իմ զրուցակիցը Հանրապետության կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արնոլդ Բլեյանն էր, կհանդիպենք առայժմ։